Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ես կանգնած էի նոտարական գրասենյակի պատուհանի մոտ ու նայում էի մոխրագույն երկնքին, երբ լսեցի նրանց ծիծաղը։ Մարիամը այնպես էր քրքրչում, որ նրա գեր մարմինը ցնցվում էր, իսկ դաստակներին ամրացված ոսկյա թևնոցները զնգում էին։ Հայկը միացավ նրան, ձեռքով բերանը փակելով, բայց աչքերը փայլում էին չարախնդությունից։ «Ծրար», հևալով արտաբերեց Մարիամը, սրբելով արցունքները։ 5 տարի տակը մաքրեցիր ու ստացար մի հատ ծրար։ Նոտարի մուղեցակնոցն ու անհարմար սկալով հազած։ Ուզում էի շրջվել ու փախչել, բայց ոտքերս կարծես գանված լինեին հատակին։ Սեղմել էի ձեռքիս մեջ այդ անիծյալ ծրարը, դեղնած, մաշված, վրան մակագրված անուշիկիս ու լռում էի։ Ընդամենը մի ժամ առաջ կարծում էի, թե կյանքիս ամենասարսափելի օրերն արդեն թիկունքում են, բայց պարզվեց, ստորացումը դեռ նոր է սկսվում։ Մինչև պատմությանն անցնելը խնդրում եմ գրեք, թե որտեղից եք ինձ նայում։ Հաճելի դիտում։ Հասկանալու համար, թե ինչպես հայտնվեցի այստեղ, պետք է վերադառնալ 8 տարի առաջ, ոչ, նույնիսկ ավելի հետ, այնտեղ, որտեղ ամեն ինչ այլ էր, որտեղ ես դեռ չգիտեի, թե ինչ է իսկական դեվաճանությունը։ Ես ու Արամը ծանոթացանք ավտոբուսի կանգառում։ Այն ժամանակ ես բուժքույր էի աշխատում Վանաձորի պոլիկլինիկաներից մեկում։ Վերադառնում էի գիշերային հերթափոխից, վաղ առավոտ էր, մանր անձրև էր գալիս, ու ես կանգնած էի ծածկի տակ, հաշվելով րոպեները մինչև ավտոբուսի գալը։ Արամը կանգնեց իր հին ժիկունիով ու հարցրեց. արդյոք պետք չէ ինձ տեղ հասցնել։ Սովորաբար կմերժեի, մայրս միշտ սովորեցնում էր չնստել անծանոթ տղամարդկանց մեքենան, բայց այդ օրը ինչ-որ ներքին ձայն դրդեց համաձայնել։ Նա ժպտաց, ու ես տեսա բարի կնճիռները նրա աչքերի շուրջ։ Մենք խոսեցինք ամբողջ ճանապարհին, ու երբ նա ինձ իջեցրեց տան մոտ, ես ինձ բռնացրի այն մտքի վրա, որ չէի ուզում այդ ճամփորդությունն ավարտվեր։ Մեկ շաբաթ անց նորից հանդիպեցինք, կարծես պատահական, հետո էլի, իսկ 3 ամիս անց Արամը առաջարկություն արեց, անփույթ, հուզված, պատանու պես, թեև արդեն 35 տարեկան էր։ Ես հարուստ չեմ, ասաց նա այն ժամանակ, սեփական տուն չունեմ, մորս հետ եմ ապրում, բայց ես կաշխատեմ, ամեն ինչ կանեմ, որ դու երջանիկ լինես։ Ես հավատում էի նրան, Աստված իմ, ինչքան էի հավատում։ Սկեսուրի տիկին Վարդուշի հետ ծանոթացա մեր հանդիպումներից 1 ամիս անց։ Հիշում եմ, ինչպես էի հուզվում, ընտրում շորերս, հայելու առաջ փորձում ասելիքս։ Արամը հանգստացնում էր ասելով, որ մայրը շատ բարի է, որ ես նրան դուր կգամ։ Տիկին Վարդուշը մեզ դիմավորեց հին 5-հարկանի շենքի իր երկսենյականոց բնակարանի շեմին։ Կարճահասակ էր, թիկնեղ, տաք շագանակագույն աչքերով ու կոկիկ հավաքված ալեխառն մազերով։ Հագին ծաղկավոր տնային խալաթ էր, ու նրանից վանիլի ու ինչ-որ հարազատ տնային հոտ էր գալիս։ Դե վերջապես, ասաց նա ինձ հարազատի պես գրկելով։ Արդեն կարծում էի իմ Արամիկը մենակ կմնա։ Մենք թե էինք խմում խոհանոցում, ու տիկին Վարդուշը պատմում էր Արամի մասին, թե ինչպիսին էր մանկության տարիներին, ինչպես էր սովորում, ինչպես է ինքը մենակ մեծացրել 3 երեխաներին այն բանից հետո, երբ ամուսինը հեռացել էր ուրիշի մոտ։ Հայկը մեծը արդեն վաղուց առանձին էր ապրում իր ընտանիքի հետ։ Մարիամը միջնեկը վարձով էր ապրում քաղաքի մյուս ծայրում, իսկ Արամը փոքրը մնացել էր մոր հետ։ Նա իմ ամենաբարինն է, ասում էր տիկին Վարդուշը, շոյելով Արամի ձեռքը։ Ինձ չլքեց ինչպես այն երկուսը։ Այն ժամանակ ես չկարևորեցի այդ խոսքերը, չնկատեցի դառնությունը նրա ձայնում, երբ խոսում էր մեծ երեխաների մասին։ Հարսանիքը համեստ էր, մոտ 20 հոգի, մի փոքրիկ սրճարանում։ Հայկն ու Մարիամը եկան, բայց իրենց այնպես էին պահում, կարծես լավություն էին անում։ Մարիամը անդադար հեռախոսով էր խոսում, իսկ Հայկը հեռացավ դեռ խնջույքը չավարտված, պատճառաբանելով կարևոր գործերը։ Ուշադրություն մի դարձրու, շշնջաց տիկին Վարդուշը, երբ մենք մնացինք երկուսով։ Նրանք շատ զբաղված են, միայն մոր համար ժամանակ չունեն։ Հարսանիքից հետո ես ու Արամը մնացինք ապրելու Սկեսուրիս տանը, նրա սենյակներից մեկում։ Նեղվածք էր իհարկե, բայց մենք երջանիկ էինք։ Արամը շինարարությունում էր աշխատում, ես շարունակում էի պոլիկլինիկայում։ Գումար էինք հավաքում սեփական տան համար, երեխաների մասին էինք երազում։ Տիկին Վարդուշը իսկական ոսկի Սկեսուր դուրս եկավ։
Նա երբեք չէր խառնվում մեր գործերին, չէր սովորեցնում ինչպես ապրել, ընդհակառակը, փորձում էր օգնել ամեն ինչով, եփում էր հավաքում, նույնիսկ իմ շորերն էր լվանում։ Թեև խնդրում էի չանել. «Անուշիկ ջան, դու աշխատանքի մեջ հոգնում ես», ասում էր նա, «ես տանն եմ, թոշակառու մարդ եմ, ինձ համար դժվար չէ»։ Ես ու Արամը նրան մայրիկ էինք ասում։ Իմ հարազատ մայրը մահացել էր, երբ ես 20 տարեկան էի, հորսը չէի հիշում։ Տիկին Վարդուշը ինձ համար դարձավ իսկական ընտանիք։ Հայկն ու Մարիամը հայտնվում էին հազվադեպ, 2-3 ամիսը մեկ, սովորաբար երբ փող էր պետք լինում։ Հայկը միշտ ինչ-որ անհաջող բիզնես ծրագրերի մեջ էր ընկնում, իսկ Մարիամը շորերի ու սալոնների վրա ավելի շատ էր ծախսում, քան վաստակում էր իր գրասենյակային աշխատանքով։ «Մամ, դե հասկանում ես, հիմա վիճակս ծանր է», ասում էր Հայկը, ու տիկին Վարդուշը տալիս էր վերջինը։ «Մամ ջան, դե էս պայուսակը առնեմ էլի, խնդրում եմ», կմկմում էր Մարիամը, արդեն 35 տարեկան կինը։ Ուսկեսուրսը գումարը հանում էր հաշվեհամարից։ Մի քանի անգամ փորձեցի միջամտել, ասացի տիկին Վարդուշին, որ նրան օգտագործում են, բայց նա միայն տխուր շփտում էր։ «Նրանք իմ երեխաներն են, Անուշիկ, ինչ կարող եմ անել, այդպիսին են։ Գուցե իմ մեղքն է, որ փոքր ժամանակ երես եմ տվել»։ Արամը սառնությամբ էր վերաբերվում քրոջն ու եղբորը։ Նա նրանց ներսը տեսնում էր, բայց չէր ուզում մորը նեղացնել։ «Թող գան, եթե մորս այդպես ավելի հեշտ է», ասում էր նա։ Այդպես ապրեցինք 3 տարի, նեղվածքի մեջ, բայց խաղաղ։ Կամաց-կամաց գումար էինք հավաքում, պլանավորում էինք վերանորոգել մեր ապագա տունը, որը հույս ունեինք գնել 1-2 տարուց։ Բայց հենց այդ ժամանակ տեղի ունեցավ այն, ինչ տակնու վրա արեց ամեն ինչ։ Արամը աշխատում էր բարձրահարկ շենքի շինարարության վրա։ Այդ օրը եղանակը վատ էր, ուժեղ քամի, բայց աշխատանքը չէին դադարեցրել, ժամկետները սեղմում էին։ Նա ընկավ տախտակամածից։ 14-րդ հարկ։ Ինձ զանգեցին նրա հեռախոսից, հիշում եմ այդ ձայնը, օտար, անծանոթ։ «Դուք Արամ Սարգսյանի կինն եք»։ «Դժբախտ պատահար է տեղի ունեցել, եկեք հիվանդանոց»։ Ես տեղ հասա 20 րոպեում։ Տիկին Վարդուշն արդեն այնտեղ էր, ինչ որ մեկը նրան բերել էր։ Նա նստած էր վերակենդանացման բաժանմունքի միջանցքում, պատի պես սպիտակած, ու նայում էր մի կետի։ Երբ տեսավ ինձ, ձեռքերը պարզեց, ու մենք գրկախառնվեցինք, 2 կին, ովքեր կորցրել էին ամենաթանկ մարդուն։ Որովհետև Արամն արդեն չկար։ Նա մահացել էր հիվանդանոցի ճանապարհին, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներից։ Այդպես գրեցին տեղեկանքում։ Հիշում եմ թաղումը, կարծես մշուշի մեջ։ Հիշում եմ ինչպես էինք ես ու տիկին Վարդուշը միմյանցից բռնվել, որ չընկնենք։ Հիշում եմ Հայկին, ով բարձր ձայնով իցույց ամենքի լաց էր լինում, ու Մարիամին, ով ողբ էր ասում, իսկ հետո հարցնում էր, որտեղ է լինելու հոգեհացը ու ով է վճարելու։ Թաղումից հետո ուզում էի տեղափոխվել։ Ինձ թվում էր իրավունք չունեմ մնալու սկեսուրիս տանը, քանի որ ամուսինս այլևս չկա, բայց տիկին Վարդուշը թույլ չտվեց։ «Ուր ես գնալու, աղջիկս», հարցրեց նա ինձ գրկելով։ «Դու իմ ընտանիքն ես, միակը, ով ինձ մոտ իսկական է մնացել։ Մնա, առանց քեզ ինձ շատ վատ կլինի»։ Ես մնացի։ Ոչ թե այն պատճառով, որ գնալու տեղ չունեի, վարձով սենյակ կգտնեի, այլ որովհետև չէի կարող նրան մենակ թողնել։ Նա Արամի մահից հետո 10 տարով ծերացավ, ալեխառն մազերը լրիվ ճերմակեցին, մեջքը կորացավ, աչքերը մարեցին։ Ապրում էինք երկուսով, խաղաղ ու տխուր։ Ես աշխատում էի, նա տնային գործերն էր անում։ Երեկոյան նստում էինք խոհանոցում, թեյ էինք խմում ու հիշում Արամին։ Հայկն ու Մարիամը հայտնվեցին թաղման հաջորդ օրը։ «Մամ, բա հիմա տան հարցը ո՞նց է լինելու», հարցրեց Հայկը։ «Այն քո անունով է, արի միանգամից արդարությամբ որոշենք։ Մենք 3 երեխա էինք, ուրեմն 1/3-ը ամեն մեկին։ Դուք ինչի մասին եք խոսում, չհասկացա ես։ Արամը ընդամենը 3 օր առաջ է մահացել, իսկ դուք տան մասին եք խոսում»։ «Քեզ ընդհանրապես չեն հարցնում», կտրեց Մարիամը։ «Դու այստեղ օտար ես, սա մեր ընտանիքն է»։ Տիկին Վարդուշը գունատվեց։ «Կորեք այստեղից», ասաց նա կամաց, բայց այնքան ահարկու, որ ես վախեցա։ «Դուրս, ու էլ չգաք»։ Նրանք գնացին, դուռը շրխկացնելով։ Տիկին Վարդուշը հետո ամբողջ երեկո լաց էր լինում։ «Ինչպես եմ նրանց այսպես մեծացրել», հարցնում էր նա։ «Ինչն եմ սխալ արել»։ Դրանից հետո նրանք 2 տարի չհայտնվեցին, ոչ մոր ծննդյանը, ոչ համանորին,
կարծես ջուրն էին անցել, իսկ հետո տիկին Վարդուշը սկսեց հիվանդանալ։ Սկզբում մանրուքներ էին, մոռաց գոտություն, հոգնածություն, հևոց։ Ես որպես բուժքույր տագնապ բարձրացրի, նրան բժիշկների տարա։ Հետազոտություններ, անալիզներ, հիվանդանացներ։ Ախտորոշումը հնչեց որպես դատավճիռ. սիրտ, ճնշում, դիաբետ։ Ու դա դեռ սկիզբն էր։ Հաջորդ 5 տարիները կյանքս վերածվեց հիվանդանոցների, դեղատների ու սրսկումների շղթայի։ Տիկին Վարդուշը աչքիս առաջ թուլանում էր։ Սկզբում դեռ կարողանում էր քայլել, հետո սկսեց ընկնել։ Հերթական ընկնելուց հետո կոտրեց կոնքազդրի վզիկը։ Վիրահատություն, վերականգնում, բայց նա այդպես էլ ոտքի չկանգնեց։ Մնաց անկողնային հիվանդ։ Ես թողեցի աշխատանքը։ Հնարավոր չէր համատեղել։ Սկեսուրս մշտական խնամք էր պահանջում։ Պետք էր շրջել ամեն 2 ժամը մեկ, որ պարկելախոցեր չլինեին, կերակրել, լվանալ, սպիտակեղենը փոխել։ Գիշերները գրեթե չէի քնում, նա կանչում էր, վատերը զգում, վախենում էր, ցավում էր, փողերը վերջանում էին, տիկին Վարդուշի թոշակը գնում էր տեղերի վրա, դրանք շատ էին, թանկարժեք, ներկրված, վաճառեցի ամեն ինչ ունեի արժեքավոր, Արամի ժամացույցը, ամուսնական մատանիս, մորիցս մնացած ոսկե ուղերը, հետո սկսեցի վարկեր վերցնել, Հայկն ու Մարիամը հայտնվեցին սկեսուրիս պարկելուց կես տարի անց, լսել ենք մաման հիվանդ է, ասաց Հայկը հայտնվելով Շեմին, ոնց է, ուզում էի դուրը շրխկացնել նրա քթի առաջ, բայց տիկին Վարդուշը լսեց որդու ձայնն ու կանչեց, նրա դեմքը երկար ժամանակ անց առաջին անգամ պայծառացավ, Հայկ ջան տղես, եկար, նա մտավ սենյակ, 5 րոպե կանգնեց մահճակալի մոտ, խոստացավ էլի գալ ու անհետացավ 3 ամսով, Մարիամը ավելի հաճախ էր գալիս, բայց այդ այցերից օգուտը 0 էր, նստում էր 10 րոպե, պատմում իր կյանքից, ցույց տալիս նոր պայուսակը կամ կոշիկները, իսկ հետո փախչում, որովհետև ժամանակ չկա, գործեր կան։ Անուշիկ, ապրես, որ մամային չես թողնում, ասում էր նա հրաժեշտ տալիս։ Մենք կօգնեինք իհարկե, բայց դե հասկանում ես, իմ աշխատանքը, Հայկի ընտանիքը, չի ստացվում։ Ես լռում էի։ Ինչ ասես, վերջին տարին առանձնապես ծանր էի։ Տիկին Վարդուշը գրեթե չէր բարձրանում անկողնուց։ Նիհարում էր, մարում, բայց միևնույն ժամանակ պահպանում էր պարզ միտքը։ Դա եւ լավ էր, եւ վատ։ Լավ էր, որովհետև կարողանում էինք խոսել, վատ, որովհետև նա հասկանում էր, որ մեռնում է ու վախենում էր։ Գիշերները, երբ վատ էր լինում, բռնում էր ձեռքս ու շշնջում. Անուշիկ, աղջիկս, ես առանց քեզ ինչ կանեի։ Դու իմ միակ հարազատն ես։ Մայրիկ ջան, այդպես մի ասեք, պատասխանում էի ես։ Դուք կլավանաք։ Բայց երկուսս էլ գիտեինք, որ դա սուտ է։ Հայկն ու Մարիամը սկսեցին ավելի հաճախ երևալ, երբ հասկացան, որ վերջը մոտ է։ Գալիս էին, նստում հյուրասենյակում, ցածրաձայն իրար հետ խոսում։ Լսում էի հատվածներ՝ տունը, նոտարը, կտակը։ Ինձ համար զզվելի էր։ Մայրը մահանում է, իսկ նրանք արդեն ժառանգությունն են բաժանում։ Մի օր, երբ տիկին Վարդուշը քնել էր ցավազրկողից հետո, Մարիամը մոտեցավ ինձ խոհանոցում։ Լսիր, սկսեց նա, կեղծ քնքուշ ձայնով։ Արի միանգամից ազնիվ լինենք։ Տունը մորս է, նրանից հետո մեզ է անցնելու, ինձ ու Հայկին։ Գուցե քեզ մի սիմվոլիկ բան հասնի խնամելու համար։ Բայց հասկանում ես, որ հիմնականը մերն է, հարազատ երեխաներինը, այնպես որ պատրանքներ մի ունեցիր։ Նայեցի նրան։ Մարիամ, ասացի դանդաղ, ես այստեղ տան համար չեմ, ինձ թքած ունեմ ձեր ժառանգության վրա։ Ես այստեղ եմ, որովհետև սիրում եմ ձեր մորը, իսկ դուք մոռացել եք ինչ է ծնողի հանդեպ սերը։ Նա քմծիծաղ տվեց։ Դե տեսնենք, թե ինչ կերկես, երբ կտակը կարդան։ Մահից 1 ամիս առաջ տիկին Վարդուշը խնդրեց նոտար կանչել։ Զանգեցի, պայմանավորվեցի։ Նոտարը եկավ տուն։ Մոտ 50 տարեկան խիստ կին էր, ակնոցներով։ Դուք պետք է դուրս գաք, ասաց նա ինձ։ Կտակը կազմում է առանձին։ Դուրս եկա, նստեցի խոհանոցում, թեյ խմեցի։ 1 ժամ անց նոտարը գնաց։ Տիկին Վարդուշը կանչեց ինձ։ Վերջ աղջիկս, ասաց նա, ամեն ինչ որոշեցի, ինչպես պետք է լինի։ Մամ ջան, պետք չէ այդ մասին, խնդրեցի ես։ Ավելի լավ է մի բան կարդամ ձեզ համար։ Բայց նա գլուխը օրորեց։ Ոչ Անուշիկ, լսիր։ Ուզում եմ իմանաս ինչ էլ լինի, ինչ էլ քեզ ասեն, ես ամեն ինչ ճիշտ եմ արել, արդարությամբ։ Խոստացիր ինձ, որ թևաթափ չես լինի։ Խոստանում եմ, մամ։ Ու եւս մեկ բան, երբ ժամանակը գա, դու կհասկանաս ինչ անել։ Կարևորը միշտ ապիր, սպասիր ճիշտ պահին։ Այն ժամանակ չհասկացա, թե ինչի մասին է խոսում։ Կարծում էի դեղերն են այդպես ազդում, որ ինչ որ բան խառնում է։
3 շաբաթ անց տիկին Վարդուշը մահացավ հանգիստ, գիշերը, քնի մեջ։ Ես արթնացա նրանից, որ շատ լռություն էր տիրում, մոտեցա մահճակալին, նա պառկած էր փակ աչքերով, ու դեմքին խաղաղություն կար։ Երկար ամիսներ անց առաջին անգամ նա հանգիստ տեսք ուներ։ Նստեցի նրա կողքին մինչև առավոտ, բռնեցի ձեռքն ու լաց եղա։ Լաց էի լինում ոչ միայն նրա համար, այլև Արամի, այն 8 տարիների համար, որոնք ինձ համար իսկական ընտանիք էին։ Հիմա ես լրիվ մենակ մնացի։ Թաղումը արագ անցավ։ Հայկն ու Մարիամը վազվզում էին, կազմակերպում, որոշում։ Ես կանգնած էի մի կողմում, որպես օտար։ Հոգեացին մոտ 30 հոգի եկավ, հիմնականում հարևաններ, մի քանի հեռու բարեկամ։ Հայկն ու Մարիամը ընդունում էին ցավակցությունները, կարծես իրենք էին 5 տարի խնամել մորը։ Իսկ 1 շաբաթ անց ես ծանուցում ստացա նոտարից։ Կտակի հրապարակում, եկա նշանակված ժամին։ Կաբինետում արդեն նստած էին Հայկն ու Մարիամը։ Նրանք իրար նայեցին, երբ ներս մտա, ու նրանց հայացքում ես հաղթանակ կարդացի։ Նոտարը, այն նույն կինը, ով եկել էր տիկին Վարդուշի մոտ, ուղեց ակնոցն ու բացեց թղթապանակը։ Եվ այսպես, սկսեց նա, Վարդուշ Սարգսյանի կտակը։ Որդուն Հայկ Սարգսյանին կտակվում է 3 սենյականոց բնակարանը, հետևյալ հասցեով։ Ես հասցեն չլուսեցի։ Ինչ որ բնակարան, որի մասին ես նույնիսկ չգիտեի։ Դստերը Մարիամ Սարգսյանին կտակվում է 2 սենյականոց բնակարանը, հետևյալ հասցեով։ Էլի մի բնակարան։ Մարիամը ժպտաց։ Աննա Սարգսյանին կտակվում եմ։ Ես լարվեցի։ Նոտարական գրասենյակի չհրկիզմող պահարանում գտնվող ծրարը Անուշիկ իսմակագրությամբ։ Լռություն տիրեց։ Հետո Մարիամը քրքրչաց։ Ծրար հևալով արտաբերեց նա։ 5 տարի տակը մաքրեցիր ու ստացար մի հատ ծրար։ Հայկը միացավ նրա ծիծաղին։ Նոտարը ինձ մեկնեց դեղին ծրարը, մաշված, ճմրթված, տիկին Վարդուշի ծանոթ ձեռագրով։ Սա ամենն է, հարցրեցի ես։ Այո, պատասխանեց նոտարը։ Նաև տիկին Վարդուշը կարգադրություն է թողել։ Բնակարանը, որտեղ նա բնակվում էր վերջին տարիներին, անցնում է Հայկ եւ Մարիամ Սարգսյանների սեփականությանը, հավասար բաժնեմասերով։ Աննա Սարգսյանը պարտավոր է ազատել բնակարանը 1 ամսվա ընթացքում։ Ինձ կարծես սառը ջրով լողացրին։ Այսինքն ո՞նց, հարցրեցի ես։ Այդպես, քմծիծաղ տվեց Մարիամը։ Մենք հիմա տերերն ենք, իսկ դու սիրելիս ազատ ես։ 1 ամիսը դեռ լավն ենք անում, կարող էինք մի շաբաթ տալ։ Նայեցի ձեռքիս ծրարին։ Անուշիկիս։ Տիկին Վարդուշի ձեռագիրը, դուխտոջուն, բայց հստակ։ Կարող եմ այն այստեղ բացել, հարցրեցի նոտարին։ Ես դանդաղ պատրեցի ծրարը։ Մարիամը շարունակում էր ծիծաղել, փորը բռնած։ Հայկը ժպտում էր ամբողջ բերանով, գլուխը օրորելով։ Բաց արա, տեսնենք ծրարը, դրթում էր Մարիամը։ Գուցե այնտեղ մի 5000-անոց կա խմելու համար, կամ մորս ֆիրմային ճաշի բաղադրատոմսը, ավելացրեց Հայկը։ Ու նրանք երկուսով նորից սկսեցին ծիծաղել։ Նոտարը սեղմեց շուրթերը, ակնհայտ դժգոհ նրանց վարքից, բայց լռեց։ Ես հանեցի ծալված թուղթը, բացեցի այն ու սկսեցի կարդալ։ Ու ամեն տողի հետ սիրտս ավելի ուժգին էր բաբախում, իսկ ձեռքերս սկսեցին դողալ։ Նամակը գրված էր տիկին Վարդուշի ձեռքով, անհավասար տառերով, բայց ամեն բառը հստակ կարդացվում էր։ Իմ սիրելի Անուշիկ, եթե դու կարդում ես սա, նշանակում է ես արդեն կողքիդ չեմ։ Ներիր, որ ստիպված ես ամեն ինչ այսպես իմանալ, բայց ուրիշ ձև հնարավոր չէր։ Ես ճանաչում էի իմ երեխաներին։ Գիտեի, որ եթե նրանք ճշմարտությունն ավելի շուտ իմանային, այնպիսի սկանդալ կսարքեին, որ ես չէի դիմանա։ Իսկ ինձ պետք էր մինչև վերջ ապրել, որ ամեն ինչ ձևակերպեի այնպես, ինչպես հարկն է։ Անուշիկ, դու միակն ես, ով վաստակել է իմ իսկական ժառանգությունը։ Ոչ թե նրա համար, որ խնամել ես ինձ, թեև դա էլ շատ բան արժե, այլ որովհետև դու միակն էիր, ով ինձ սիրեց հենց այնպես, առանց հաշվարկի, ով չէր հարցնում, ինչ կմնա ինձանից մահից հետո, ով գիշերները կողքիս լաց էր լինում ոչ թե խղճահարությունից, այլ իսկական ցավից։ Հայկն ու Մարիամը ստացան բնակարանները, թող ուրախանան։ Ես բարձրացրի աչքերս։ Մարիամը դեռ շպտում էր, բայց շպիտը մի փոքր անվստահ էր դարձել։ Հայկը դադարեց ծիծաղել ու լարվեց։ Ինչ կա այնտեղ, հարցրեց Մարիամը, մի քայլ առաջ գալով։ Ինչ է գրել։ Ես շարունակեցի կարդալ բարձրաձայն, դանդաղ ու հստակ։ Միայն թե նրանք չգիտեն, որ մի բնակարանը այն շենքում է, որը կես տարուց քանդվելու է վերաբնակեցման ծրագրով։
Փոխհատուցումը կոպեկներ է լինելու։ Շենքը վթարային է, այն դեռ 5 տարի առաջ պետք է տարհանեին։ Մարիամի դեմքի ժպիտը սառեց։ Հայկը առաջ եկավ։ Ինչ քանդել։ Ես շարունակում էի առանց նամակից կտրվելու։ Երկրորդ բնակարանը 5 միլիոն դրամի կոմունալ պարտքեր ունի։ Նախկին տերերը 10 տարի չեն վճարել։ Այդ պարտքերը անցնում են նոր տերերին։ Նրանք այդ մասին կիմանան, երբ փորձեն սեփականաշնորհել։ Ի վերջո ստիպված կլինեն վաճառել տունը պարտքերը փակելու համար ու ձեռնունայն կմնան։ Ծիծաղը վերջնականապես մեռավ։ Մարիամը կանգնած էր բերանը բաց, գունատված։ Հայկը բռնվեց աթոռի թիկնակից։ Սա զարանցանք է, մրմնջաց նա, չի կարող պատահել։ Իսկ այն բնակարանը, որտեղ մենք ապրում էինք, իրոք նրանց է հասնում։ Թող ապրեն, միայն թե մի խնդիր կա, այն ես վաճառել եմ 3 տարի առաջ։ Ինչ, ճչաց Մարիամը, ես կարդում էի առաջ, առանց ձայնս բարձրացնելու, բայց ամեն բառը լռության մեջ ընկնում էր ինչպես քարը ջրի մեջ։ Այո, Անուշիկ, վաճառել եմ քեզ 8 միլիոն դրամով։ Հիշում ես այն վարկերը, որ վերցնում էիր իմ բուժման համար։ Ես չէի ուզում, որ դու պարտքերի մեջ ընկնես։ Ու երբ դու առաջին անգամ փող բերեցիր, ես միանգամից գնացի նոտարի մոտ։ Ձևակերպեցի առուվաճառքի պայմանագիր։ Դու տունը ինձնից գնում էիր տարաժամկետ վճարմամբ։ Քո բոլոր վարկային փողերը դրանք տան վճարումներն էին։ Բոլոր 8 միլիոնը դու ինձ վճարել ես։ Ես դա մտցրել եմ պայմանագրի մեջ, որը պահվում է նոտարի մոտ։ Տունը քոնն է, Անուշիկ, ամբողջությամբ քոնը։ Լռությունն այնպիսին էր, որ լսվում էր պատի ժամացույցի տկտկոցը։ Մարիամն ու Հայկը կանգնած էին կարծեց քարացած։ Նրանց դեմքերը կարմիրից դարձան մոխրագույն, հետո լրիվ սպիտակ։ Հայկն ու Մարիամը կարծում են, թե ստացել են այն կտակով, բայց կտակը ուժ չունի, երբ գույքը արդեն վաճառված է տիրոջ կենդանության օրոք։ Իրավաբանորեն նրանք դրա վրա ոչ մի իրավունք չունեն։ Հայկը սուզվեց աթոռի մեջ, դեմքը ձեռքերով փակելով։ Մարիամը կանգնած էր ու շուրթերը անձայն շարժվում էին։ Իսկ հիմա ամենակարևորը, այս ծրարում նամակից բացի, պետք է լինի ևս մեկ փաստաթուղթ։ Ուշադիր նայիր։ Ես շրջեցի թուղթը։ Ձեռքերս այնքան ուժեղ էին դողում, որ հազիվ էի պահում թուղթը։ Նամակի հետևում իրոք ևս մեկ փաստաթուղթ կար։ Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական։ Աչքերով վազեցի տեքստի վրայով ու չհավատացի։ Նորից կարդացի դանդաղ։ Երահարկ առևտրային եւ գրասենյակային շենք, 800 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Իմ անունը, սեփականատիրոջ սյունակում։ Գրանցման ամսաթիվը 3 տարի առաջ։ Ինչ կա այնտեղ։ Մարիամի ձայնը խրպոտ էր։ Էլ ինչ։ Ես լռում էի վիճակի չլինելով մի բառ ասել։ Պարզապես մեկնեցի նրան փաստաթուղթը։ Մարիամը խլեց թուղթը ձեռքիցս, սկսեց կարդալ։ Սկզբում մտքում, հետո բարձրաձայն, կակազելով։ Սեփականատության իրավունքի վկայական։ Շենք 800 քմ։ Սեփականատեր Սարգսյան Աննա Սերգեյի։ Փաստաթուղթը ընկավ նրա ձեռքից։ Նա նայում էր ինձ անհայտացած հայացքով։ Սա անհնար է, հևալով ասաց նա։ Ինչ շենք։ Մաման ոչ մի շենք չուներ։ Նոտարը, որն այս ամբողջ ընթացքում լռում էր, վերջապես խոսեց։ Ձայնը հանգիստ էր։ Գործնական, բայց դրա մեջ բավարարվածություն էր լսվում։ Տիկին Վարդուշը իրոք հանդիսանում էր առևտրային շենքի սեփականատեր, որը նա ստացել էր ժառանգություն իր մորից 30 տարի առաջ։ 3 տարի առաջ նա սեփականատության իրավունքը վերաձևակերպել է Աննա Սարգսյանի անունով որպես նվիրատվություն։ Բոլոր փաստաթղթերը վավերացված են եւ գրանցված կադաստրում։ Շենքը ներկայումս վարձակալությամբ տրված է 3 կազմակերպությունների։ Ամսական եկավուտը կազմում է 3 միլիոն դրամ։ Եթե կաբինետում ասեղնքներ, ձայնը կլսվեր։ Մարիամն ու Հայկը սառել էին արձանների պես։ Նրանց ծիծաղը այդքան բարձր ու չարախինդ մի րոպե առաջ մեռավ, սառեց ընդմիշտ։ Նրանք կանգնած էին բերանները բաց, ու ես տեսնում էի, թե ինչպես է նրանց տեղ հասնում։ Դանդաղ կտոր առ կտոր։ Ինչ են նրանք ստացել։ Դատարկություն։ Բնակարանները, որոնք ոչինչ չարժեն։ Իսկ ես, ում նրանք արհամարում էին, ում վռնումուն մեր փողոց, ում համարում էին աղքատ, ստացա հարստություն։ 3 միլիոն։ Մարիամը լիծեց չորացած շուրթերը։ Ամսական վարձավճարը մուտքագրվում է Աննա Սարգսյանի անունով բացված հաշվեհամարին։ Ահա վավերապայմանները։ Նա ինձ մեկնեց ևս մեկ թուղթ։ Ես վերցրի այն դուղացող ձեռքերով։ 3 միլիոն ամեն ամիս։ Նայում էի թվերին ու չէի կարողանում հավատալ, որ դա ճիշտ է, որ դա կատարվում է ինձ հետ։ Դա անհնար է, խրպոց ձայնով ասաց Հայկը։ Դեմքը մոխրագույն էր, մերելահարցի պես։ Մաման ապրում էր թոշակով։ Նա ոչ մի շենք չուներ,
Նա մեզ կասեր. «Ուներ», կտրեց նոտարը։ Պարզապես նա ոչ մեկին այդ մասին չէր պատմում։ Ձեր հորից բաժանվելուց հետո տիկին Վարդուշը ստացել էր այդ շենքը ժառանգություն իր մորից, ձեր տատիկից։ Նա այն վարձով էր տալիս կառավարող ընկերության միջոցով եւ ապրում էր այդ գումարով, բայց իրեն համեստ էր պահում, չէր գովազդում։ Երևի չէր ուզում, որ դուք իմանաք։ Չէր ուզում։ Մարիամը դանդաղ սուզվեց աթոռի մեջ։ Նրա ամբողջ մարմինը թուլացավ, կարծես միջից օդը հանեցին։ Որովհետև պահում էր սրա համար, նա մատով ցույց տվեց ինձ, բայց շարժումը թույլ էր, անզոր։ Նա մեզ զրպարտել է, հանկարծ սպորտկաց Հայկը, հատուկ խաբել է, գրել է, որ մեզ տներ է տալիս, բայց ինքը… Ոչ մի բան էլ չի զրպարտել, սառը ձևով ընդհատեց նոտարը։ Նա ձեզ կտակել է հենց այն բնակարանները, որոնք նշված են կտակում, եւ այն տունը, որտեղ ապրում էր։ Այն, որ այդ տունը մահվան պահին արդեն իրեն չէր պատկանում, դա այլ հարց է։ Կտակել կարելի է միայն սեփական գույքը։ Եթե գույքը վաճառված է, դրա վրա կտակը ուժ չունի։ Բայց մենք չգիտեինք։ Մարիամի ձայնը կտրվեց ու վերածվեց ճիչի։ Դա ձեր խնդիրն է։ Մարիամը կտրուկ շրջվեց դեպի ինձ, աչքերում կատաղություն էր, խառնված հուսահատության հետ։ Դու ես ամեն ինչ սարքել, խաբել ես ձեր ու հիվանդ կնոջը փողերը ձեռքից առել, ստիպել, որ ամեն ինչ քո անունով անի, օգտվել ես նրա անօգնական վիճակից։ Ես դանդաղ ու հանգիստ կանգնեցի։ Օդքերս մի փոքր դողում էին, բայց կիպեցի ինձ ուղիղ մնալ։ Նայեցի Մարիամի աչքերին, այս բոլոր տարիների մեջ առաջին անգամ, առանց վախի, առանց նվաստացման։ Ես ոչինչ չգիտեի մինչև այս րոպեն, ասացի ցածր, բայց հաստատակամ։ Ոչինչ։ Լսում եք, ես շենքի մասին իմացա հենց հիմա, ձեզ հետ միասին։ Ու ես լսում եք, երբեք ձեր մորից ոչինչ չեմ խնդրել, ի տարբերություն ձեզ, ովքեր գալիս էին նրա մոտ միայն փողի համար։ Ստում ես։ Մարիամը թռավ տեղից, քայլ արեց դեպի ինձ, բայց նոտարը կանգնեց մեր միջև։ Խնդրում եմ հանգստանալ, սա նոտարական գրասենյակ է, այլ ոչ թե շուկա։ Բոլոր փաստաթղթերը ձևակերպված են օրենքի համաձայն։ Տիկին Վարդուշը գիտակից էր։ Նրա բոլոր գործողությունները կամավոր են։ Եթե համաձայն չեք, կարող եք դիմել դատարան, բայց զգուշացնում եմ, ես ունեմ տիկին Վարդուշի հետ զրույցի տեսագրությունը, որտեղ նա հստակ բացատրում է իր որոշումը։ Կարող եք փորձել բողոքարկել, բայց շանսեր չունեք։ Հայկը հետ նստեց աթոռին, դեմքը ձեռքերով փակելով։ Բայց ոնց ստացվեց այսպես։ Իսկ ես հանկարծ հասկացա, ինչ պետք է անեմ։ Հասկացա, թե ինչու էր տիկին Վարդուշը պատվիրել չշտապել, սպասել ճիշտ պահին։ Ես կազատեմ տունը, ասացի ես, նույնիսկ 1 ամսից շուտ, 1 շաբաթից, կվերցնեմ իրերս ու կգնամ։ Մարիամը անվստահ նայեց ինձ։ Հենց այդպես, կուրիր էստեղից։ Բայց շարունակեցի ես, ուզում եմ, որ դուք մի բան իմանաք։ Ձեր մայրը կյանքի վերջին 5 տարին անցկացրեց տառապանքների մեջ։ Նա մեռնում էր դանդաղ ու սարսափելի, նա ցավեր ուներ, որոնցից ուզում էր ոռնալ։ Նա գիշերները չէր քնում, խեղդվում էր, լաց էր լինում։ Ու ես կողքին էի ամեն գիշեր, ամեն րոպե։ Ես բռնում էի նրա ձեռքը, սրբում քրթինքը ճակատից, գրքեր էի կարդում նրա համար, երբ նա վախենում էր։ Ես նրան գդալով էի կերակրում, լվանում էի, շորերը փոխում։ Ես նրան տեսել եմ այնպիսին, ինչպիսին ոչ ոք չպետք է տեսնի մարդուն, անօգնական, վախեցած, մեռնող։ Ես խոսում էի, ու կոկորդիս մեջ գունդ էր կանգնած, բայց շարունակում էի։ Իսկ դուք հայտնվում էիք 3 ամիսը մեկ, 15 րոպեով, ու նա ամեն անգամ այնքան էր ուրախանում, երբ դուք գալիս էիք։ Նա ինձ ասում էր. «Տեսնում ես, Անուշիկ, նրանք եկան, նրանք ինձ հիշում են»։ Նա ձեզ արդարացնում էր, ասում էր, որ զբաղված եք, որ ձեր կյանքն ունեք։ Նա ձեզ սիրում էր մինչև վերջին րոպեն, չնայած ամեն ինչին։ Ու դուք նույնիսկ չզանգեցիք հարցնելու, ոնց են ազգում, երբ ես գրում էի ձեզ, որ նա վատ է։ Մարիամը հայացքը թեքեց, Հայկը լռում էր աչքերը հատակին, այնպես որ այո, ավարտեցի ես։ Ես ստացա շենքը, ու գիտեք ինչ, ես դա վաստակել եմ, ոչ թե խնամքի համար, այլ սիրո, որովհետև ես ձեր մորը սիրել եմ իսկականից, ինչպես աղջիկը, ու նա ինչ պատասխանել է նույնով։ Վերցրի փաստաթղթերը, վկայականը, նամակը, զգուշությամբ հետ դրեցի ծրարի մեջ։ Մնաք վարով, ասացի ես։
Էլ չենք հանդիպի։ Ու դուրս եկա նոտարի կաբինետից գլուխս բարձր պահած, թեև ներսումս ամեն ինչ դողում էր։ Փողոցում կանգ առա, հենվեցի շենքի պատին ու վերջապես թույլ տվեցի ինձ։ Արցունքները հոսում էին ինքնաբերաբար, թեթևությունից, ցավից, երախտագիտությունից։ Տիկին Վարդուշը հոգ էր տարել իմ մասին։ Նույնիսկ մահից հետո նա ինձ պաշտպանեց, ինձ ապագա տվեց։ Հանեցի հեռախոսս ու զանգեցի կառավարող ընկերության համարով, որը նշված էր փաստաթղթերում։ «Բարի օր», ասաց աղջիկը լարի մյուս ծայրում։ «Ալյանս ընկերություն, լսում եմ ձեզ»։ «Բարև ձեզ, իմ անունը Աննա Սարգսյան է։ Ես այսինչ հասցեի շենքի սեփականատերն եմ»։ Ես ասացի հասցեն։ «Կցանկանայի ճշտել վարձակալության տեղեկատվությունը»։ «Մեկ րոպե, ստուգեմ»։ «Այո, Աննա, ամեն ինչ ճիշտ է։ Մենք 3 վարձակալ ունենք, բոլորը ժամանակին վճարում են։ Վերջին վճարումը եղել է 15-ին։ Երբ ձեզ հարմար կլինի մոտենալ փաստաթղթերը ստորագրելու համար։ Տիկին Վարդուշի մահից հետո պետք է պայմանագրերը վերաձևակերպել ձեր անունով։ Վաղը կմոտենամ։ Շատ լավ, գրանցեցի ձեզ առավոտյան 10-ին։ Նաև ուզում էի տեղեկացնել, որ հարցում ունենք խոշոր առևտրային ցանցից ամբողջ շենքը վարձակալելու համար։ Նրանք պատրաստ են վճարել ամսական 4 միլիոն դրամ, բայց այդ դեպքում ներկայիս վարձակալները պետք է դուրս գան։ Ուզում եք, որ հանդիպում կազմակերպենք։ Ես մտածեցի. եկեք վաղը հանդիպենք, քննարկենք, պատասխանեցի ես։ Կախելով լսափողը նայեցի շուրջս։ Գարնանային օր է, արևը շողում է։ Մարդիկ շտապում են իրենց գործերով։ Կյանքը շարունակվում է։ Իմ կյանքը շարունակվում է։ Հաջորդ շաբաթն անցկացրի հոգսերի մեջ, հավաքում էի իրերս, փաթեթավորում այն քիչ բանը, որ ունեի։ Հայկն ու Մարիամը չէին երևում, երևի մարսում էին նորությունը։ Տունը թողեցի կատարյալ վիճակում, լվացի հատակները, սրբեցի փոշին։ Դուրս գալուց առաջ կանգնեցի այն սենյակում, որտեղ մահացել էր տիկին Վարդուշը, ու կամաց հրաժեշտ տվեցի։ Շնորհակալություն, մայրիկ, շշնջացի ես, ամեն ինչի համար։ Ես կփորձեմ արժանի լինել ձեր նվերին։ Ես բնակարան վարձեցի նոր թաղամասում, երկսենյականոց, լուսավոր, այգուն նայող տեսարանով։ Իմ առաջին սեփական անկյունը, որը կարող էի թույլ տալ առանց վախի։ Վարձակալության առաջին գումարը եկավ 1 շաբաթից, ու երբ հաշվից տեսավ 6-0-ով թիվը, չհավատացի աչքերիս։ Հանդիպումը կառավարող ընկերությունում անցավ գործնական։ Ինձ ցույց տվեցին շենքը, ամուր եռահարկ, լավ վիճակում։ Առաջին հարկը զբաղեցնում էր սպորտային ապրանքների խանութը, երկրորդը IT ընկերության գրասենյակը, երրորդը ֆիթնես ակումբը։ Բոլորը ժամանակին վճարում էին, խնդիր չկար։ Առևտրային ցանցը առաջարկում է ամբողջությամբ գնել շենքը ձեզնից, ասաց տնօրենը, 500 միլիոն դրամով։ Ես թեյով խեղդվեցի, 500 միլիոն։ Այո, դա լավ գին է այս թաղամասի նման օբյեկտի համար։ Շենքը հիանալի վիճակում է, դիրքը հաջող։ Նրանք պատրաստ են գործարքը ձևակերպել 1 ամսվա ընթացքում։ Ես ժամանակ խնդրեցի մտածելու։ 500 միլիոն։ Դա այնպիսի գումար էր, որի մասին նույնիսկ երազել չէի կարող։ Այդ փողով կարելի էր տուն գնել, բիզնես դնել, ապահովել կյանքը մինչև վերջ։ Բայց ինչ որ բան ինձ կանգնեցնում էր։ Տիկին Վարդուշը այս շենքը պահել էր 30 տարի։ Այն նրա հենարանն էր, նրա անկախությունը։ Նա չէր վաճառել նույնիսկ ամենածանր ժամանակներում ու փոխանցեց ինձ ոչ թե պարզապես որպես անշարժ գույք, այլ որպես ժառանգություն, որպես պատասխանատվություն։ Չեմ վաճառելու, ասացի ես 3 օր անց, թող ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա։ Կյանքը սկսեց կարգավորվել։ Ես աշխատանքի անցա մասնավոր կլինիկայում որպես բուժքույր, բայց արդեն լավ պայմաններով, ոչ թե փողի համար, դա հիմա բավական էր, այլ գործի համար, այն զգացողության համար, որ ես պետքա կանեմ, որ օգուտ եմ տալիս։ Վարձակալության փողերը հավաքում էի, ներդնում, պլանավորում։ Անցավ 2 ամիս, երբ զանգեց Հայկը։ Աննա, պետք է հետդ խոսեմ, ասաց նա։ Ձայնը հոգնած էր, ծերացած։ Մենք հանդիպեցինք սրճարանում։ Հայկը վատ տեսք ուներ, նիհարել էր, ջերմակել, աչքերի տակ մութ շրջանակներ կային։ Դու ճիշտ էիր, սկսեց նա աչքերը չբարձրացնելով, տների մասին։ Մեկը իրոք քանդվում է։ Մեզ փոխհատուցում առաջարկեցին 2 միլիոն 2 սենյականոցի համար, դա ծաղր է, իսկ երկրորդը նա ծանր հոգոց հանեց։ Այնտեղ 1 միլիոնի պարտք կա, ես ու Մարիամը դատվում ենք, ով է վճարելու։ Նա ասում է, որ էլ չի ուզում գործ ունենալ, թող ես լուծեմ, իսկ ես չեմ կարող։ Կին ունեմ, երեխեք, իմ վարկերը, որտեղից գտնեմ 1 միլիոնը։ Ես լռում էի, լսում։
Իսկ այն տունը, որտեղ մամանն էր ապրում, նա բարձրացրեց աչքերը։ Կադաստրից ծանուցում եկավ, պարզվում է մերը չէ։ Փորձեցինք սեփականաշնորհել, բայց մերժեցին։ Ասացին տունը վաճառվել է 3 տարի առաջ, քեզ առուվաճառքի պայմանագրով։ Ամեն ինչ օրինական է։ Նոտարը մեզ ցույց տվեց բոլոր փաստաթղթերը։ Քո ամեն վարկային վճարումը դա տան վճարումն էր։ Դու այն տարաժամկետ էիր գնել։ Ես չգիտեի, կամաց ասացի ես։ Երդվում եմ, ես չգիտեի մինչև նոտարի մոտ այն օրը։ Ես քեզ հավատում եմ, նա ձեռքերով շփեց դեմքը։ Մաման դա հատուկ է արել։ Նա ուզում էր, որ մենք ստանայինք ըստ արժանիի։ Ու գիտես ամենասարսափելին որն է։ Նա ճիշտ էր։ Մենք ոչինչ չէինք վաստակել։ Մենք լքեցինք նրան։ Մտածում էինք միայն փողի մասին։ Նույնիսկ թաղմանը ես ոչ թե մորս մասին էի մտածում, այլ թե ինչքան կհասնի ինձ։ Նա լռեց, ու ես տեսա, թե ինչպես են նրա այտերով հոսում արցունքները։ Ներիր ինձ, ներիր ամեն ինչի համար։ Այն բանի համար, թե ինչպես էինք քեզ հետ վարվում, ինչպես էինք ծաղրում, վրընդում։ Դու ավելի լավ դուստր եղար մորս համար, քան ես որդի։ Ես բարձեցի ձեռքս, դրեցի նրա ափին։ Ես չարություն չեմ պահում, Հայկ։ Իսկ պետք էր։ Նա դառը ժպտաց արցունքների միջից։ Մենք դրան արժանի էինք։ Մենք նստեցինք եւս 1 ժամ, խոսեցինք։ Հայկը պատմեց, որ Մարիամը կատաղած է, սպառնում է դատի տալ, բողոքարկել կտակը, ապացուցել մորան գիտակից լինելը։ Բայց փաստաբաններն ասում են, որ շանս չկա։ Տեսագրությունը նոտարի մոտ, բժիշկների ցուցմունքները, ամեն ինչ անթերի է ձևակերպված։ Նա իրավաբանների վրա արդեն 300,000 է ծախսել, ասաց Հայկը, ու ամեն ինչ իզուր, պարզապես չի կարողանում համակերպվել։ Հրաժեշտ տալիս նա գրկեց ինձ. «Շնորհակալություն, որ լսեցիր»։ Ու եւս 1 բան, նա կմքմաց. «Եթե երբևէ ուզենաս շփվել, մորիցս խոսել, զանգիր»։ Գիտեմ, որ լկտիություն էին կողմից, բայց դու միակն ես, ում հետ կարող եմ հիշել նրան իսկական, ոչ այնպիսին, ինչպիսին ես եմ հիշում, ձեր ու հիվանդ, այլ այնպիսին, ինչպիսին նա կար առաջ։ Ես խոստացա։ Երեկոյան նստած էի իմ նոր տան պատշգամբում, թե էի խմում ու նայում մայրամուտին։ Ձեռքումս պահում էի տիկին Վարդուշի հետ խոհանոցում արված լուսանկարը։ Ես գրկել եմ նրա ուսերը։ Նա ժպտում է։ Արամը այս նկարը արել էր մոտ 7 տարի առաջ, երբ ապեն ինչ լավ էր, երբ մենք ընտանիք էինք։ Ես ձեզ հուսախաբ չեմ անի, մայրիկ, շշնջացի ես։ Խոստանում եմ, ու ես գիտեի, որ խոսքս կպահեմ։ 1 ամիս անց ես բացեցի բարեգործական հիմնադրամ միայնակ տարեցներին օգնելու համար։ Վարձավճարի մի մասը փոխանցում էի խնամողների վճարի, դեղերի ու բուժման համար նրանց, ովքեր ապրելու միջոց չունեին։ Հիմնադրամը կոչեցի Վարդուշ, ի պատիվ տիկին Վարդուշի։ Մարիամը այդպես էլ չհանդարտվեց։ Նա հայցեր էր ներկայացնում մեկը մյուսի հետևից։ Փորձում էր վիճարկել շենքի նվիրատվությունը, տան առուվաճառքը։ Նույնիսկ փորձում էր ապացուցել, որ ես ճնշում եմ գործադրել մոր վրա։ Բոլոր հայցերը մերժվում էին։ Նա դատարանների վրա 1 միլիոնից ավել ծախսեց, պարտքերի մեջ ընկավ, բայց չէր կարողանում կանգ առնել։ Մի օր նա ինձ բռնեց շենքի մուտքի մոտ։ «Դու քանդեցիր իմ կյանքը», գոռում էր նա մատով կրծքիս խփելով։ «Քո պատճառով ես ամեն ինչ կորցրի։ Դու գողացար իմ ժառանգությունը»։ Ես հանգիստ նայեցի նրան։ «Ես չեմ գողացել, Մարիամ։ Ձեր մայրը ինքն է որոշել ում ինչ թողնել»։ Նա պարզ գիտակցությամբ էր ու հստակ հիշողությամբ, եւ որոշումը կայացրեց հիմնվելով ձեր վարքի վրա։ Նա հիվանդ էր, դու օգտվեցիր նրա թուլությունից։ Նա հիվանդ էր մարմնով, բայց ոչ մտքով։ Եթե նա նման որոշում է կայացրել, նշանակում է ուներ պատճառներ, լավ պատճառներ։ Մարիամը թափ տվեց ձեռքը, ու ես մտածեցի, որ հիմա կհարվածի ինձ, բայց նա իջեցրեց ձեռքը, շրջվեց ու հեռացավ, բարձրաձայն հեկեկալով։ Մեղք էր նա։ Այո, նա ագահ էր, էգոիստ, անտարբեր, բայց նա կորցրեց մորը։ Ու այն գիտակցումը, թե ինչպես էր վարվել նրա հետ կենթանության օրոք, ներսից կրծում էր նրան։ Փողը կարելի է հետ բերել, բայց մոր հետ անցկացրած ժամանակը ոչ։ Անցավ 1 տարի, իմ հիմնադրամը օգնել էր արդեն 50 տարեցների։ Ես բարբերաբար այցելում էի նրանց, սնունդ էի տանում դեղեր, պարզապես սրուցում էի։ Նրանցից ամեն մեկի մեջ ես տեսնում էի տիկին Վարդուշին, միայնակ, հիվանդ, հոգատարության կարիք ունեցող։ Հայկը զանգեց մի երեկո։ «Աննա, քեզ մի խնդրանք ունեմ», ասաց նա, շատ անձնական։ Իմ աղջիկը սովորում է բժշկականում, ուզում է բժիշկ դառնալ, բայց հիմա փողի հետ կապված դժվարություններ ունեմ, իսկ նրան պետք է վճարել արտերկրում պրակտիկայի համար։ Դա մեծ հնարավորություն է նրա համար։ Հասկանում եմ, որ իրավունք չունեմ խնդրելու, բայց կարող ես պարտքով տալ։ Կվերադարձնեմ, երդվում եմ, մինչև վերջին կոպեկը։ Ես նրա ձայնի մեջ լսեցի հուսահատություն եւ հպարտություն միաժամանակ։ Նրա համար ծանր էր խնդրել ինձնից, նրանից, ում ժամանակին ոչնչություն էր համարում։ Հայկ,
Ինչքանն է պետք։ 1 միլիոն, ես տարվա ընթացքում մաս-մաս կվերադարձնեմ։ Պետք չէ վերադարձնել, ընդհատեցի ես։ Ես կվճարեմ պրակտիկայի համար որպես կրթաթոշակ հիմնադրամի կողմից։ Դա պարտք չի լինի, այլ օգնություն։ Թող սովորի, լավ բժիշկ դառնա։ Նա այնքան երկար լռեց, որ կարծեցի կապը կտրվեց։ Շնորհակալություն, վերջապես շշնջաց նա։ Շնորհակալություն քեզ։ Դու ավելի լավն ես, քան մենք բոլորս միասին վերցրած։ Ես պարզապես հիշում եմ, թե ինչ սովորեցրեց ինձ ձեր մայրը։ Բարություն, ներողամտություն, սեր։ Երբ կախեցի լսափողը, հասկացա, որ սա է իսկական հաղթանակը։ Ոչ փողը, ոչ շենքը, ոչ բնակարանը, այլ այն, որ ես կարողացա մարդ մնալ, չչարանալ, չատել, որ կարողացա ներել ու օգնել նույնիսկ նրանց, ովքեր ինձ ցավ են պատճառել։ Տիկին Վարդուշը ինձ թողեց ոչ միայն նյութական ժառանգություն, նա թողեց ինձ մի դաս, որն ավելի թանկ է, քան ցանկացած գումար։ Իսկական հարստությունը սիրելու եւ ներելու կարողությունն է։ Ու ես երախտապարտ եմ նրան դրա համար իմ կյանքի ամեն օրը։ Նոտարական գրասենյակի այդ օրվանից անցել է 1.5 տարի։ Իմ կյանքը փոխվել է անճանաչելիորեն։ Ես այլևս այն ճնշված տանջված կինը չէի, որ թաքնվում էր անկյունում օտար հայացքներից։ Ես սովորեցի մեջքս ուղիղ պահել, նայել մարդկանց աչքերին, որոշումներ կայացնել։ Փողը ինձ տվեց ոչ միայն նյութական անկախություն, այլև ինքնավստահություն։ Վարդուշ հիմնադրամը մեծացավ։ Հիմա ես ունեի 5 աշխատակից։ Մենք օգնում էինք արդեն 200 տարեցների ամբողջ քաղաքում։ Ես անձամբ այցելում էի նրանց շաբաթը 1 անգամ։ Ուտելիք տանում, ստուգում ինչպես են զգում։ Ամեն կնճռոտ ձեռքի մեջ, որ սեղմում էի, ամեն երախտապարտ շպիտի մեջ ես տեսնում էի տիկին Վարդուշին։ Եվ ամեն անգամ զգում էի, որ ճիշտ գործ եմ անում։ Շենքն այդպես էլ չվաճառեցի։ Վարձակալության եկամուտը բարձրացավ։ Երբ վարձակալներից մեկը ընդլայնեց տարածքը։ Այդ գումարի կեսը ներդնում էի հիմնադրամում, քառորդը խնայում էի, իսկ մնացածով ապրում էի համեստ, բայց արժանապատիվ։ Մեքենա գնեցի, ոչ մի շքեղ, սովորական միջին դասի մեքենա։ Հագնվում էի պարզ, բայց որակով։ Ամիսը 1 թույլ էի տալիս ինձ գեղեցկության սրահ, լավ ընթրիք ռեստորանում։ Բայց ամենից շատ ինձ ուրախություն էր պատճառում ոչ թե դա, այլ այն, որ կարողանում էի օգնել։ Վճարել հարևան տան տատիկ Թամարայի դեղերի համար։ Վճարել պապիկ Իշխանի վիրահատության համար, ով հարազատներ չուներ։ Գնել հաշմանդամի Սայլակ Մարյանայի համար, ով կանված էր անկողնուն։ Հայկը կանոնավոր զանգում էր։ Մենք հանդիպում էինք ամիսը 1, սուրճ խմում, խոսում կյանքից։ Նա փոխվել էր, դարձել էր ավելի լրակյաց, մտախոհ։ Աշխատանքի էր անցել գործարանում որպես սովորական ինժեներ։ Քիչ էր վաստակում, բայց ազնիվ։ Պատմում էր աղջիկա մասին։ Նա հաջողությամբ ավարտել էր պրակտիկան արտերկրում, որը ես վճարել էի, ու հիմա աշխատում էր լավ կլինիկայում։ Նա ուզում է ծանոթանալ քեզ հետ, ասաց Հայկը մի օր։ Նա քեզ համարում է իր պահապան հրեշտակը։ Ասում է, որ առանց քո օգնության չէր կարողանա այս փորձը ստանալ։ Մենք պայմանավորվեցինք հանդիպել 1 շաբաթից։ Նա հաճելի աղջիկ էր, մոտ 25 տարեկան, խելացի աչքերով ու անկեղծ շպիտով։ Նա հանդիպման ժամանակ ինձ գրկեց հարազատի պես։ Շնորհակալություն ձեզ, ասաց նա։ Պապան ինձ ամեն ինչ պատմել է տատիկի մասին, ձեր մասին։ Դուք մեր ընտանիքի համար ավելին եք արել, քան մենք արժանի ենք։ Մենք սրճարանում նստեցինք 3 ժամ։ Նա պատմում էր իր աշխատանքի, պացիենտների, պլանների մասին։ Նա երազում էր բացել իր կլինիկան տարեցների համար, որտեղ ամեն մեկին կլիներ անհատական մոտեցում, որտեղ չէր լինի ձևականություն եւ անտարբերություն։ Գիտեք, ասում էր նա փայլող աչքերով, ես տեսել եմ, թե հիվանդանոցներում ինչպես են վերաբերվում ձերերին։ Կարծես նրանք մարդ չեն, այլ բեռ։ Բուժքույրերը կոպտում են, բժիշկները չեն լսում։ Բայց չէ, որ նրանք ինչ-որ մեկի տատիկներն ու ապիկներն են։ Նրանք արժանի են հարգանքի։ Ես լսում էի նրան ու մտածում. ահա նա, տիկին Վարդուշի իսկական թորնիկը, ոչ թե Հայկը իր ուշացած զղջումով, ոչ թե Մարիամը իր չարությամբ ու ագահությամբ, այլ այս աղջիկը, որ ներծծել է բարությունը սերնդես սերունդ։ Ես կուզենայի օգնել քո երազանքին, ասացի ես։
Հիմնադրամը կարող է ֆինանսավորել քո նախագիծը, բայց մի պայմանով։ Կլինիկան պետք է ընդունի ոչ միայն նրանց, ովքեր կարող են վճարել, այլև նրանց, ովքեր փող չունեն։ Նրա աչքերը լցվեցին արցունքով։ Իրոք, դուք լուրջ եք ասում։ Վաղը արի հիմնադրամի գրասենյակ, քննարկենք մանրամասները։ Երբ նա գնաց, Հայկը մնաց։ Շնորհակալություն, ասաց նա խռպոտ ձայնով։ Դու իմ աղջկան տալիս ես այն շանսը, որը ես չտվեցի մորս։ Բարիք անելու շանս։ Նա դրան արժանի է։ Նա լավ մարդ է։ Նա ինձանից լավն է։ Հայկը նայեց պատուհանից դուրս։ Գիտես, երբեմն մտածում եմ, եթե ես այն ժամանակ 10 տարի առաջ մնայի մորս հետ, եթե չգնայի փողի հետևից, գուցե ամեն ինչ այլ կերպ լիներ։ Գուցե, բայց անցյալը փոխել հնարավոր չէ։ Կարելի է միայն դասեր քաղել դրանից։ Մենք լռեցինք։ Իսկ Մարիամը, հարցրի ես։ Ինչպես է նա։ Հայկը դեմքը ծամածրեց։ Վատ, շատ վատ։ Նա բաժանվեց ամուսնուց։ Նա չդիմացավ նրա դատական մոլուցքին, կորցրեց աշխատանքը։ Չափից շատ ժամանակ էր ծախսում կտակը բողոքարկելու փորձերի վրա։ Վերջին կես տարին ապրում է ինչ-որ ընկերուհու տանը։ Պատահական աշխատանքներով է յոլա գնում։ Ես փորձեցի օգնել, բայց նա լսափորը չի վերցնում։ Ասում է, որ ես դավաճան եմ, քանի որ շփվում եմ քեզ հետ։ Ես տխրեցի։ Մարիամը ինքն իր ձեռքով քանդեց իր կյանքը, չկարողանալով ընդունել իրականությունը։ Եթե ուզենա խոսել, թող զանգի, ասացի ես։ Ես չարություն չեմ պահում։ Նա չի զանգի։ Շատ հպարտ է, հոգոց հանեց Հայկը։ Թեև ով գիտի, գուցե երբ լրիվ դանակը ոսկորին հասնի, որոշի։ Ես չէի հավատում, որ Մարիամը երբևէ կդիմի ինձ, բայց սխալվեցի։ Զանգը հնչեց ուշ երեկոյան, Հայկի հետ խոսելուց 3 շաբաթ անց։ Անծանոթ համար։ Ալո, Մարիամն է։ Ձայնը խուլ էր, հոգնած։ Ինձ պետք է հանդիպել քեզ հետ։ Ես քարացա, չիմանալով ինչ պատասխանել։ Խնդրում եմ, ավելացրեց նա։ Ու այդ բարի մեջ այնքան հուսահատություն կար, որ չկարողացա մերժել։ Լավ։ Վաղը ժամը 2-ին այսինչ սրճարանում։ Ոչ, հիմա։ Սա կարևոր է։ Մենք պայմանավորվեցինք հանդիպել 1 ժամից իմ տան մոտակայքում գտնվող շուրջօրյա սրճարանում։ Ես առաջինը եկա, թեյի պատվիրեցի, նստեցի պատուհանի մոտ։ Մարիամը հայտնվեց 10 րոպեից։ Ես հազիվ ճանաչեցի նրան։ Խնամված, շպարված կնոջ փոխարեն իմ առջև կանգնած էր մի հյուծված ստվեր։ Մազերը ամփայլ էին, մաշկը մոխրագույն, աչքերի տակ մանուշակագույն շրջանակներ։ Հագին հին բաճկոմ էր ու լվացված ջինսեր։ Ձեռքերին այն նույն ոսկյաթևնոցներն էին, որոնք զնգում էին նոտարի կաբինետում, բայց հիմա դրանք անհեթեթ էին երևում ընդհանուր չքավորության ֆոնին։ Նա նստեց դիմացս, առանց ինձ նայելու։ Ինչ որ բան կուզես, հարցրի ես։ Սուրճ։ Գուցե ուտել։ Պետք չէ։ Նա ձեռքերը սեղմեց սեղանին։ Ես դրա համար չեմ եկել։ Լռությունը երկարում էր։ Մարիամը նայում էր սեղանին։ Ես սպասում էի։ Ես հիվանդ եմ, վերջապես արտասանեց նա։ Լուրջ հիվանդ եմ։ Խաղցկիղ։ 3-րդ փուլ։ Ես զգացի, թե ինչպես ներսումս ամեն ինչ սեղմվեց։ Մարիամ, խրճահարություն պետք չէ։ Նա բարձրացրեց գլուխը, ու ես տեսա նրա աչքերում դատարկություն։ Ես դրա համար չեմ եկել։ Ինձ փող է պետք բուժման համար։ Շատ փող։ Հայկն ասաց, որ դու օգնում ես մարդկանց քո հիմնադրամի միջոցով։ Ես հասկանում եմ, որ չեմ վաստակել քո օգնությունը։ Հասկանում եմ, որ ինձ նողկալի եմ պահել, բայց ես չեմ ուզում մեռնել։ Դեռ ոչ։ Ես տղա ունեմ։ Նա 11 տարեկան է։ Չեմ կարող նրան թողնել։ Ես չգիտեի, որ Մարիամը երեխա ունի։ Հայկը երբեք չէր հիշատակել։ Որտեղ է տղադ։ Նախկին ամուսնուս մոտ։ Նա տարավ նրան բաժանվելուց հետո։ Ասաց, որ ես ոչ ադեկվատ եմ, որ տարվել եմ փողերով ու մոռացել երեխայի մասին։ Ու նա ճիշտ է։ Ես իրոք մոռացել էի։ Մտածում էի միայն նրա մասին, թե ինչպես դատով խլեմ ժառանգությունը։ Իսկ տղաս մեծանում էր առանց ինձ։ Հիմա նա ինձ գրեթե չի ճանաչում։ Չի ուզում տեսնել։ Ասում է, որ պապա ունի, իսկ մաման իրեն պետք չէ։ Ձայնը դողում էր, բայց արդյունք չկար։ Կարծես նա սպառել էր բոլոր արդյունքները, ու հիմա մնացել էր միայն այրված անապատ ներսում։
Բժիշկներն ասում են շանս կա, եթե վիրահատություն անենք ու քիմիաթերապիա անցնենք։ Բայց դա շատ արժե։ 1.5 միլիոն։ Ես ոչինչ չունեմ։ Ընդհանրապես ոչինչ։ Վաճառեցի այն տունը, որ մաման թողել էր, պարտքերը փակելու համար։ Հայկը չի կարող օգնել։ Նա իր ընտանիքն ունի, իր խնդիրները։ Ես դիմելու տեղ չունեմ, բացի քեզնից։ Նա լռեց, սպասելով պատասխանիս։ Ես նստած մտածում էի. այս կինը ծագրում էր ինձ, նվաստացնում, տնից վռնդում, որտեղ ապրել էի 8 տարի։ Նա ժամանակին չեկավ մոր թաղմանը։ Ուշացավ մի ժամ, որովհետև իբել խցանման մեջ էր։ Թեև բոլորը գիտեին, որ նա պարզապես չէր ուզում գալ։ Նա ավելի քան 1 միլիոն ծախսեց ինձնից այն խլելու համար, ինչը ինձ օրինական էր պատկանում։ Նա քանդեց իր ընտանիքը, կորցրեց տղային, հասցրեց իրեն չքավորության։ Բայց ես նայում էի նրան ու տեսնում էի ոչ թե թշնամու, այլ մի հիվանդ դժբախտ կնոջ, ով վերջապես հասկացել էր ինչ է արել, բայց արդեն ուշ էր։ Ես կօգնեմ, ասացի ես։ Հիմնադրամը կվճարի քո բուժման համար։ Մարիամը գլուխը այնքան կտրուկ բարձրացրեց, որ վախեցա։ Ինչ ասացիք։ Մենք կվճարենք քո բուժման համար, ամբողջությամբ։ Վիրահատություն, քիմիա, վերականգնում, ամեն ինչ պետք կգա։ Բայց ինչու։ Նա նայում էր ինձ անվստահությամբ։ Ես չէ որ ես այնպիսի բաներ եմ արել քեզ հետ, որովհետև քո մայրը չէր ուզի, որ դու մեռնես։ Չնայած ամեն ինչին նա քեզ սիրում էր, ու ես խոստացել եմ նրան արժանի լինել իր հիշատակին, իսկ դա նշանակում է օգնել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, նույնիսկ եթե այդ մարդը ինձ ցավ է պատճառել։ Մարիամը ձեռքերով փակեց դեմքը ու սկսեց լաց լինել։ Հեկեկում էր երեխայի պես։ Սրճարանում մարդիկ շրջում էին, բայց ես ուշադրություն չէի դարձնում։ Ես անձեռոցիկ մեկնեցի նրան, սպասեցի մինչև հանդարտվի։ Ես արժանի չեմ սրան, շշնջաց նա, սրբելով թաց դեմքը։ Ես արժանի չեմ քո բարությանը։ Գուցե, բայց ես չեմ որոշելու ով է արժանի ապրել, ով ոչ։ Գլխավորը հիմա քեզ բուժելն է, իսկ մնացածը հետո կհասկանանք։ Ես հանեցի հեռախոսը, զանգեցի հիմնադրամի տնօրենին։ Տիկին Սվետլանա, ինձ ձեր օգնությունն է պետք։ Անհապաղ պետք է կազմակերպել մի մարդու բուժում, ուռուցքաբանություն, 3-րդ փուլ։ Այո, հասկանում եմ։ Հավաքեք լավագույն մասնագետներին։ Փողը խնդիր չէ։ Մարիամը լսում էր ու չէր հավատում ականջներին։ Վաղը առավոտյան կգաս ինձ մոտ, հիմնադրամի գրասենյակ, ասացի ես կախելով լսափողը։ Կբերես բոլոր բժշկական փաստաթղթերը։ Մենք քեզ համար լավագույն բժիշկներին կգտնենք, կպայմանավորվենք հիվանդանոցի հետ, կբուժվես մասնավոր կլինիկայում, նորմալ պայմաններում։ Աննա, ես նա կակասեց, չիմանալով ինչ ասել։ Ներիր ինձ ամեն ինչի համար։ Ես քեզ ներել եմ դեռ այն ժամանակ, նոտարի կաբինետում։ Դու պարզապես չգիտեիր այդ մասին։ Մենք եւս 1 ժամ նստեցինք սրճարանում։ Մարիամը պատմում էր իր կյանքից, թե ինչպես ամեն ինչ գլորվեց կհավիժելով այն օրվանից հետո, երբ կորցրեց աշխատանքը դատերի պատճառով, թե ինչպես ամուսինը բաժանվեց, հոգնելով իր մոլուցքից, ինչպես որդին երես թեքեց, ասելով. «Դու փողն ավելի շատ ես սիրում, քան ինձ», ինչպես նա վաճառեց տունը ու մնաց ձեռնունայն։ Իսկ հետո, երբ արդեն ոչինչ չէր մնացել, երբ նա պարկած էր պետական հիվանդանոցի 10 ոգանոց հիվանդասենյակում, նրան ախտորոշում տվեցին։ Պարկած էի այնտեղ ու մտածում էի. «Սա պատիժ է», ասում էր նա, նրա համար, թե ոնց եմ վերաբերվել մորս, քեզ, ագահությանս, չարությանս համար։ Ու գիտես ամենասարսափելին որն է։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, որ արժանի չեմ դրան, որովհետև արժանի եմ։ Ոչ ոք արժանի չէ քաղցկեղի, Մարիամ։ Դա պատիժ չէ, դա հիվանդություն է, ու այն պետք է բուժել։ Երբ մենք հրաժեշտ տվեցինք, Մարիամը ինձ գրկեց անփույթ, երեխայավարի։ Ես նրան պատասխան գրկեցի ու զգացի, թե որքան նիհար է նա, փխրուն, կարծես կկոտրվի, եթե ուժեղ սեղմես։ Շնորհակալություն, շշնջաց նա ուսիս։ Ես կփորձեմ ուղղվել, ավելի լավը դառնալ, վաստակել քո ներումը։ Դու արդեն վաստակել ես այն նրանով, որ քո մեջ ուժ կտարգալու ու օգնություն խնդրելու։ Հաջորդ օրը Մարիամը եկավ հիմնադրամի գրասենյակ փաստաթղթերի փաթեթով։ Ես ու տնօրենը ուսումնասիրեցինք անալիզները, քաղվածքները, բժիշկների եզրակացությունները,
Պատկերը հուսադրող չէր, բայց ոչ անհույս։ Երրորդ փուլ էր, այո, բայց վիրահատելի։ Շանսեր կային։ Ես անձամբ կապ հաստատեցի մասնավոր կլինիկայի գլխավոր ուռուցքաբանի հետ։ Մոտ 50 տարեկան մի տղամարդ, ջերմակաց քունքերով ու ուշադիր հայացքով, համաձայնեց Մարիամին վերցնել բուժման։ Կպայքարենք, ասաց նա զննումից հետո։ Շանսեր կան, բայց պետք է տրամադրվեք երկար պայքարի։ Վիրահատություն, հետո քիմիա։ Նվազագույնը 6 կուրս, դա ծանր կլինի։ Ես պատրաստ եմ, պատասխանեց Մարիամը։ Ամեն ինչի։ Վիրահատությունը հաջող անցավ։ Մարիամը 2 օր անցկացրեց վերակենդանացման բաժնում, հետո նրան տեղափոխեցին հիվանդասենյակ։ Ես այցելում էի նրան ամեն օր, մրգեր էի տանում, գրքեր, պարզապես նստում էի կողքին։ Երբեմն մենք խոսում էինք, երբեմն լռում, բայց դա այլ լռություն էր, ոչ թե թշնամական, այլ հասկացող։ Հայկը գալիս էր ամեն երեկո աշխատանքից հետո։ Աստիճանաբար Մարիամի շուրջ ձևավորվեց իսկական ընտանիք, ոչ թե այն, որ կապված է արյունով ու պարտականություններով, այլ այն, որ հիմնված է սիրո ու հոգատարության վրա։ Մի օր, երբ ես ու Մարիամը մենակ մնացինք, նա ասաց. «Գիտես, ես երկար մտածեցի, թե ինչու մաման քեզ թողեց ամեն ինչ, ջղայնանում էի, համարում էի անարդար, բայց հիմա հասկանում եմ։ Նա տեսնում էր քո մեջ այն, ինչ չկար իմ ու Հայկի մեջ։ Բարություն, իսկական անկեղծ բարություն։ Դու օգնում ես ոչ թե պլյուսի համար, ոչ թե որ քեզ գովեն։ Դու օգնում ես, որովհետև չես կարող այլ կերպ, որովհետև քեզ ցավ է պատճառում ուրիշի ցավը։ Ես լռեցի, չիմանալով ինչ պատասխանել։ Իսկ մենք վեցացանք էգոիստ, շարունակեց Մարիամը։ Մաման մեզ երես էր տվել, տալիս էր ամեն ինչ, ինչ խնդրում էինք, իսկ մենք սովորել էինք միայն վերցնել։ Ու երբ նա հիվանդացավ, երբ նրան պետք էր մեր օգնությունը, մենք չկարողացանք տալ, որովհետև չգիտեինք ոնց, չէինք սովորել։ Բայց դուք կարող եք սովորել հիմա, ասացի ես, երբեք ուշ չէ դառնալ ավելի լավը։ Դու այդպես ես կարծում։ Վստահ եմ։ Քիմիաթերապիան ծանր փորձություն էր։ Մարիամը կորցնում էր մազերը, նրան տանջում էր սրտխառնոցը, թուլությունը։ Լինում էին օրեր, երբ նա պարզապես անշարժ պառկած էր և չէր կարողանում նույնիսկ խոսել, բայց նա չէր հանձնվում, անցնում էր կուրսը կուրսի հետևից, վերջին ուժերով կառչելով կյանքից։ Սա էր իսկական հաղթանակը, ոչ թե փողը, ոչ թե գույքը կամ վրեժխնդրությունը, այլ այն, որ մարդը իր մեջ ուժ գտավ փոխվելու, ընդունելու սխալներն ու սկսելու նորից։ Քիմիաթերապիայի վերջին կուրսը Մարիամն անցավ գարնանկեսերին։ Բժիշկները գոհ էին արդյունքներից։ Ուռուցքը զգալիորեն փոքրացել էր։ Անցավ 3 տարի, նոտարական գրասենյակի այդ օրվանից։ Ես նստած էի գերեզմանատանը, տիկին Վարդուշի և ամուսնուս կողքին։ Նրանք թաղված են կողք կողքի, ինչպես մայր ու որդի պետք է լինեն։ Մամա, ասում էի ես կամաց։ Ես արեցի ամեն ինչ, ինչպես դուք խնդրեցիք։ Օգնում եմ մարդկանց, ստեղծել եմ հիմնադրամը, որը կրում է ձեր անունը։ Մենք օգնել ենք արդեն 500 հոգու։ Ձեր երեխաները Հայկն ու Մարիամը փոխվել են, դարձել են ավելի լավը։ Ես պահում եմ այդ ծրարը որպես հիշեցում այն մասին, որ իսկական հարստությունը փողը չէ, այլ օգնելու, ներելու, սիրելու և աշխարհը մի փոքր ավելի լավը դարձնելու հնարավորությունը։ Տիկին Վարդուշը ինձ տվեց շատ ավելին, քան շենքն ու բնակարանը։ Նա ինձ տվեց մի դաս, որը ես կկրեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Բարության, ներողամտության և իսկական սիրո դասը։